հայերի եւ ապա մնացած աշխարհին ապացուցել, որ Արցախը իր այսօրվա հայկական վերահսկողության բոլոր տարածքներով եւ ոչ միայն դա հայկական հայրենի հող է, ժամանակներ անցել են նաեւ բացատրելու, ապացուցելու, թե տարածքների, Արցախյան ազատավարդի ժամանակ ընթացքում ազատագրված տարածքների հետ հանձնումը ինչպիսի աղետ կլինի, այսինքն դա փաստացի հավասար կլինի Հայաստանի գորուստին, այդ ամենի մասին արդեն խոսելու ժամանակները անցել են, ով դեռևս չի ուզում հասկանալ, համապատասխան բացատրություններ կդրվեն, բայց այդ թեմայով բնականաբար չեն լինելու մեր 2016-ի ավարտի Արցախյան թեմայի մեր քննարկումները։ Այստեղ ամենակարևորը այն է, որ Ադրբեջանը Թուրքիայի հետ միասին եւ ոչ միայն ունի այն նկատումը, որ անգամ տարածքներ ստանալու բարակայում ինքը չի հրաժարվելու մնացած ամեն ինչից, ոչ թե Արցախի մնացած ամեն ինչից, այլ նաև այսօրվա Հայաստանի Հանրապետության ամեն ինչից, եւ դա Ալիևները ոչ նոր ժամանակներում տարիներ առաջ արդեն բազմաթիվ անգամներ հայտարարել են եւ վերջերս եւս Ալիևը հայտարարեց այդ խոսքը։ Հետևաբար փուլային կամ պատետային լուծում, զիջում, թե փոխզիջում եւ այլն այդ բոլորը փուչ, սնանկ օրակարգեր են եւ մեր խնդիրը եղածը պաշտպանելն է եւ այո, ժամանակը եկել է ասելու եւ շեշտելու եւ մեր ժողովրդին պատրաստելու, մենք ինքներս պատրաստվելու որպես ռազմավարական նպատակ մեր արևելյան Հայաստան երկրի արևելյան սահմանները իր պատմական բնորան հանդիսացող սահմանները ընդարձակելու։ Սա ոչ ագրեսիվության մոտեցում է, ոչ ազգայնամոլական մոտեցում է, սա բացի այն, որ դա հայ ժողովրդի իրավունքն է, պատմական իրավունքն է եւ հայ ժողովրդի նկատմամբ իրագործված բազում անարտարությունների ընդամենը մի մասնիկի սրբակվումը կլինի, բայց դա նաեւ ռազմավարական, աշխարհաքաղաքական եւ ռազմավարական իմաստով խորը անհրաժեշտություն է։ Մեր երկրին, Հայաստան երկրին անհրաժեշտ է դպվածնի եւ ջրի նման անհրաժեշտ է ռազմավարական խորք։ Եվ այդ իմաստով ոչ միայն խոսք չի կարող գնալ տարածքների հանձնման մասին, այլ հայ ժողովուրդը եւ Հայաստան երկիրը պիտի պատրաստվի Արաքսից կուր սահմանը իրականություն դարձնելու ուղղությամբ։ Բայց ամբողջ խնդիրը այն է, որ անգամ եթե այսօր Արցախյան ազատավարդի ընթացքում ազատագրված տարածքները չհանձնվեն, անգամ եթե չհանձնվեն, մեր ազգի, մեր ժողովրդի, մեր հայրենիքի վրա վտանգը չի բացառվում, ընդհակառակը այդ վտանգը մշտապես արգա է։ Եվ Ալիևները իրենց ցեղագից եւ ոչ ցեղագից դաշնակիցներով, գործընկերներով, ինչպես իրենք ասել են, բացարձակապես բարդավոր չեն այդպես լայնամասշտաբ պատերազմ շղթայաձերծել Հայաստանի նկատմամբ։ Հայաստան երկրի այս 25 տարիների իշխանությունները ամեն ինչ արել են եւ շարունակում են անել, որպեսզի Հայաստան երկիրը չկարողանա դոգալ մաշումի պատերազմի դիմաց։ Մեզ իբարս մեր 18-20 տարեկան զինվորների եւ սպաների հաջողվեց ապրիլին գասեցնել դավադրությունը
եւ փոքր գորուստներով, չնայած շատ ծանր, հա, տարածքային փոքր մարդկային շատ ծանր տարածքային այդ փոքրն էլ շատ մեծ նշանակություն ունեցող ամենայն դեպս այնուամենայնիվ հաջողվեց կասեցնել, բայց դա մի անգամ հաջողվեց կասեցվել, երկրորդ անգամ միգուցե հաջողվի կասեցվել, երրորդ անգամ մի փոքր հավանականություն կա, որ հաջողվի կասեցվել, բայց այնքան ժամանակ, որ մեր Հայաստան երկիրը իր ներկա վիճակում է, այս իրավիճակը չի կարող շարունակվել եւ շատ ուշադրություն եմ խնդրում, սրանք բացարձակապես հուսահատական եւ արտահայտական խոսքեր չեն, բացապես խոսք է այն մասին, որ եթե Հայաստան երկրում իրավիճակը չփոխվի, եթե մոտակա ժամանակներում Հայաստան երկրում իրավիճակը չփոխվի, Հայաստանը չդառնա իսկապես հայ ժողովրդի հայրենիքը, հայ ժողովրդի ազգային պետությունը եւ ինքնիշխանության առումով եւ ներքին հարաբերությունների մարդկային, ներհասարակական, հասարակություն, իշխանություն, սոցիալ-տնտեսական, մշակութային, գրթական եւ այլն, քաղաքական ազատությունների այդ բոլոր առումներով, եթե գենսունակ պետություն հայրենիք չդառնա, Հայաստանը մենք առանց տարածքները հանձնելու եւս դիմակրավելու ենք այն վտանգը, որ եւ Արցախը եւ Հայաստանը գործնենք։ Գտնում եմ սա ոչ հուսահատական խոսք է, ոչ բարդողական, բացարձակապես նման բան միտում չկա իմ խոսքի մեջ, որովհետեւ ես խորապես համոզված եմ, որ ինչպես մեր ժողովրդի պատմության ընթացքում բազմահազարամյա պատմության բազմաթիվ արիտներով եւ որի վերջինը միգուցե Արցախյան ազատամարտներ 90-ականների եւ ինչու ոչ նաեւ 2016-ի ապրիլը մենք ապացուցել ենք, որ մենք կարող ենք ամենադժվար պայմաններում դուրս գալ իրավիճակից եւ ես վստահ եմ, որ մեզ էլի հաջողվելու է։ Բացապես ես ուզում եմ շեշտել այն խնդրի վրա, այն գետի վրա, որ իհարկե խոսք չի կարող գնալ տարածքներ հանձնելու մասին, բայց եթե Հայաստանում շարունակվի այս դիրող իրավիճակը, ըստ էության շատ բան չի փոխվելու, ոչ Արցախի համար, ոչ ընդհանրապես Հայաստանի համար։ Հետևաբար մեր գլխավոր խնդիրը նաև Արցախի, նաև հանուն Արցախի մնում է ունենալ ինքնիշխան, արժանապատիվ Հայաստան եւ արտաքին եւ ներքին առումներով։ Դա է պետք է լինի մեր օրակարգը եւ մենք պետք է մեր ժողովուրդը վերստին դարձնենք բայկարի առումով գենսունակ ապակայի նկատմամբ հուսադրված ժողովուրդ եւ անպայման մենք կհասնենք մեր նպատակներին։